Վարչապետ Նիկոլ Փաշինյան բادرակի մասնակցած է Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու մեջ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան թիմադեդրի էջին քրած է եւս մեկ կարևոր հանդիպում ունեցանք Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներուն հետ։ Պայմանավորվեցանք, որ հաղորդակցությունը լաշարունակական, որովհետեւ աբադեղեցության թեմ պայքարի լավագույն ձևը առաջին ցերկեն դեղեցության փոխանցումն է։ Սա վերջին հանդիպումն էր Հարավային Կալիֆոռնիա մեջ վաղ կվերադառնանք Երևան, նշված է քրարման մեջ։ Հարաճիգա 20-30 տարիներուն ռազմավարական կամ հազվագյուտ մեդաղները գրնան ավելի սուղ եւ բահանջված լալ քան քարյուղը, մասնակիտական այս քննադատականը հնչեց աշխարհի վրա մեդաղներու բահանջարկի շեշտակի աճի լույսին տակ։ Վերջին տարիներուն գիտնականները ուսումնասիրած են Հայաստանի մեդաղական հանքավայրերու մեջ ռենիումի, սելենի, թելյուրի եւ այլ դարերու արգայությունը, որոնք այսօր կօգտագործվին բժշկութենեն մինչեւ նորակույն պաշտպանական սարքերու արտադրություն։ Հայաստանի տեսփան Աշոտ Հովագիմյան ընդունեց Չեխիո արտաքին գործոստնախարարի նորանշանակ տեղակալ Յիրջի Բրոդսկին, գահիտնեն Չեխիո մեջ Հայաստանի տեսփանադունեն։ Կողմերը միտքեր փոխանակած են Հայաստանի եւ Չեխիո միջև քաղաքական երկխոսության խորացման հերանեկարներու շուրջ։ Երկուստեք ընդգծված է արևդրական տնտեսական ոլորտի մեջ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ Քննարկված են Հայաստանի մեջ նախադեсվող բարձրակույն մագարտակի միջազգային միջոցառումներուն չեխական կողմի մասնակցության վերաբերող հարցեր։ Տեսփան Գիմյան զրուցակիցին ներկայացուցած է Հարավ-Կովկասյան դարաձաշրջանի մեջ Վաշինգտոնի համաձայնություններեն հետո ծավալված գործընթացները, դարաձաշրջանային ենթակառուցվածքներու ապաշրջապակման բարունակի մեջ վերջին զարգացումները եւ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Կիպրոսի մեջ Հայաստանի տեսփանադունեն ներս Հայաստանի արտաքին գործոստնախարարի գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյան հանդիպում ունեցավ հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Սեմ Սիմոնյանին հետ։ Այս մասին գայտնեն արտաքին գործոստնախարարության մամլոյցարայութենը։ Զրուցակիցները քննարկած են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող շարք հարցեր եւ համագործակցության հերանեկարներ։ Օմանի արտաքին գործոստնախարարը հաստատած է, որ Իրան-Ամերիկա բանակցություններու հաջորդ փուլը նախադեсված է Ժնևի մեջ փետրվար 26-ին։ Իրանի արտաքին գործոստնախարար Աբբաս Արաքչին հայտարարած է, որ հավանաբար 5-7 օր Ժնևի մեջ հանդիպի Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հadoop բանակնած Սթիվ Ուիտկովի հետ, նշելով, որ Տեհրանի հյուրեական նկրդումներու հարցով թեր լավ հնարավորություն կա դիվանագիտական լուծումի հասնելու։ Արաքչի այս մասին ասաց է CBS News-ին տված հարցազրույցի մեջ։ Ամերիկյան ակցիոսն ալհղում ունելով Ամերիկայի Պարսասջան պաշտոնյային գրած է, որ Միացյալ Նահանգներու բանակցողները պատրաստ են ուրբաթ օր Ժնևի մեջ Իրանի հետ բանակցություններու եւս մեկ փուլ անցնել, եթե հարաճիգա 48 ժամվա ընթացքին ստանան Գորիզային համաձայնագրի վերաբերյալ Իրանի մանրամասն առաջարկը։ Նախապես Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքյան X-ի մեջ գրած է. մենք կշարունակենք ուշադիր հետևել Ամերիկայի գործողություններուն եւ կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները որևէ հնարավոր տարբերակի համար։ Վաշինգտոն հայտարարեց, որ խորհրդակցությունները լավ անցած են, սակայն Տեհրան դեռ պատրաստ չէ ընդունելու սպիտակ տան կարմիր գիծերը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հadoop տեսփանորդ Սթիվ Ուիտկով հայտնած է, որ հարաճիգա 3 շաբթվան կրնան գայանալ բանակցություններ, որոնք առիթ կբանան Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի եւ Վոլոդիմիր Զելենսկիի միջև երագոմ հանդիպման համար։ Հույս ունենք հարաճիգա 3 շաբթվան ընթացքին երկու կողմերուն ներկայացնել որոշ առաջարկներ, որոնք պիտի նստեցնեն ընդհանուր սեղանի շուրջ եւ հնարավոր է ինչ որ բահու հանգեցնեն Զելենսկիի եւ Պուտինի միջև կակատնաժողովի, իսկ գուցե ինչ որ փուլի մեջ երագոմ հանդիպման Թրամփի մասնակցությամբ։ Fox News-ի եթերով հայտարարած է Ուիտկով։ Անոր խոսքով Թրամփ չէր մասնակցեր երագոմ հանդիպման, եթե վստահ չլար, որ այդ կհանգեցնե համաձայնության հաստատման եւ ավելի լավ արդյունքի։ Ուկրաինայում նախագահ Վոլոդիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցի մեջ հայտարարած է, որ Կիև չի պատրաստվիր ընդունել Ռուսաստանի բանջկները նույնիսկ հրատատարի դիմաց։ Անոր խոսքով Մոսկվան կբանջի ուկրաինական զորքերու դուրս բերում ռազմավարական տարածքներեն, սակայն այդ կնշանակե երկրի թիրքերը թույլատնել։ Զելենսկին ընդգծած է, որ պատերազմը չի վերջանար տարածքային զիջումներով։ Ես կգարձեմ, որ Պուտին արդեն սկսած է այն հարցը այն է, թե որքան տարածք կրնագրավել, ասաց է Զելենսկին։ Ուկրաինայում նախագահը նաև հայտարարած է, որ Պուտինն արդեն երրորդ համաշխարհային պատերազմը սկսած է եւ անոր կանգնեցնելու միակ ճամփան ռազմական եւ տնտեսական ճնշումը զորացնելն է։
Ֆլորիդայի մեջ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի Մարալագո գալվածի շրջակայքի մեջ անվտանգության ուժերու կողմեն հատուկ պահպանության տակ գտնվող տարածք մտած եւ քաղաքնի ծառայության աշխատակիցներու կողմեն սպանված տղամարդը հյուսիսային Կարոլայնայի բնակիչ 21 տարեկան նկարիչ Օստին Թաքեր Մարտինն է։ Տղամարդը 22 փետրվարին փորձած է Մարալագո գալվածքի տարածք մտնել անվտանգության ծառայության գործակալները գրագած են անոր սպառնալիքը չեզոքացնելու նպատակով։ Օստին Թաքեր Մարտին դեղվին վրա մահացած է։ Ելեմուտքի նախարար Սկոտ Բեսենտ Fox News-ին ասաց է, որ խոսած է նախագահ Թրամփի հետ, նախագահը եւ անոր ընտանիքի անդամները անվտանգ են, անոնք պետք չէ հանդուրժեն մահափորձի ետևեն, ասաց է Բեսենտ։ Ամերիկայի գործերու ժամանակավոր հավատարմադար Դեյվիդ Ալեն այցելեց Վայոց Ձորի նորավանք վանական համալիր եւ Արենի 1 քարանցավ ավելին իմանալու Հայաստանի պատմության մասին, բացահայտելու գեղեցիկ բնաշխարհը կդերգացնի Հայաստանի մեջ Ամերիկայի տեսփանատունը։ Սա նաեւ հնարավորություն էր ներկայացնել պատմամշակութային ժառանգության պահպանության հարցով Ամերիկայի կառավարության աջակցությունը։ Արենի 1 քարանցավի մեջ Միացյալ Նահանգներու տեսփանի մշակութային արժեքներու պահպանության հիմնադրամի միջոցով կատարված են ամրագայման եւ միջավայրի քայքայիչ աստեցության վտանգները գրջադելու ուղղված աշխատանքներ։ Սա ի ցույց կտնե Միացյալ Նահանգներու առաջադարձերը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության, ինչպես նաեւ մեր երկիրներու միջև գաբերու ամրամտման հարցով ըսված է հաղորդակցության մեջ։ Ցեզի Անի Զեյթունցյանը